Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Նուբարաշենի աղբավայրում ես կարծում եմ, պետք է խնդրեի, որ Երևանի քաղաքապետն այդ հարցին անդրադառնար, Կոտայ Գեղարքունիքի աղբավայրին եւ նաեւ Լոռի Տավուշի, որը ինչ որ ժամանակ քննարկվում էր։ Որտեւ իրավիճակը տեսնում ենք ինչ է, չէ՞, գոնե Սովետաշենի, Նուբարաշենի պահով 26 մեքենաներ եք նշել, այո, շատ լավ է, նոր մեքենաներ են, աղբավակները նոր արտահայտություններով են, տեսանելի, ինքը գեղեցիկ է, բայց խորքային խնդրեմը չի լուծվում։ Ոնց որ սատկած ձկան վրա ածիկալոն փչես, որ հոտը չերևա։ Այդ տպավորությունն է, ուզում հասկանամ, վերջը, այդ երկու ծրագրերը, որոնք սկսել էին, որոնց տակ փող կար, եւ մեկը, որը քննարկվում էր, ուր ենք հասել, շնորհակալություն։ Խնդրեմ, պարոն Խուդատյան, միացրեք ձեր բարձրախոսը։ Ուրեմն անդրադառնամ թերևս կապիտալ բնույթի ծախսերին, պիտի ասեմ, որ իմ թվարկածների մեջ, օրինակ այսօրվա թվարկածների մեջ, օրինակ 31.8 միլիարդ դրամը, որը մենք որպես սուբվենցիա հատկացել ենք համայնքներին, դրանք մեր բյուջեից առանց վարկի ներգրավման համայնքների ենթակառուցվածքների զարգացման ուղղված ծրագրերի միայն մեր մասի ֆինանսավորումն են, պիտի ասեմ, որ ընդհանուրը կազմել է 57.5 միլիարդ, ուրեմն 57.5 միլիարդ դրամ։ Այս ծրագրի շրջանակներում օրինակ ասֆալտապատվել է 210 կիլոմետր փողոց, սալարկվել է 36 կիլոմետր փողոց, ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգի կառուցման մասով 390 կիլոմետր համակարգ է կառուցվել, 245 կիլոմետր փողոցային լուսավորություն, 200 կիլոմետր գազաֆիկացում, 83 մանկապարտեզ եւ այլն։ Մասնակցային բյուջետավորման տողը ամբողջությամբ տրամադրվել է պետական բյուջեի միջոցներից, նախորդ անգամ ես ներկայացել եմ ճանապարհաշինական աշխատանքները, որոնք բացի հյուսիս-հարավի կտորից էլի ամբողջը ֆինանսավորվել են պետական բյուջեի միջոցներից, որի արժեքը մոտավորապես 100 միլիարդ դրամը գերազանցում է հիմնական ծրագրերը, այսինքն այսօր թվարկածի ծրագրերի հիմնական մասի 90 եւ ավել տոկոսը, որոնք կապիտալ բնույթի են եղել, ֆինանսավորվել են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից առանց ուրեմն վարկերի ներգրավման։ Սրան պիտի գումարեմ նաև դոտացիաները, որոնք համարտասման մասին օրենքով տրամադրվում են, իրենք առաջին հայացքից ուրեմն վարչական տող են եւ կապիտալ ծախսերի չեն, բայց օրենսդրական փոփոխությունները մեզ հնարավորություն են տալիս այդ տարվա ընթացքում մինչեւ 30%-ը դրանց ուղղել կապիտալ եւ դրանք էլ վերջին արդյունքում գեներացնում են այն միջոցները, որոնք լինում են արդեն համայնքային մասնակցությունը պետական համաֆինանսավորման ծրագրի ընթացքին։ Մյուսների մասով աղբավայրերի հետ կապված ասեմ, Կոտայ Գեղարքունիքի մասով էսպային աշխատանքները ավարտված են, մենք այնտեղ տեխնիկական հարցերը ամբողջությամբ ավարտված են, առաջիկա օրերին այդ աղբավայրը կբացվի, ավելի շատ հիմա քննարկում ենք միջազգային գործընկերների մասնակցության հարցը, հրավերներ եւ այլն, ամբողջը ավարտված են։ Մյուսների մասով մենք էսպային ունենք նախնական ընկալում, որ մեզ եւս 3 կամ 4 այդպիսի աղբավայր է անհրաժեշտ լինելու Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում, առաջիկայում արդեն այսինքն էսպային ուսումնասիրություն ենք իրականացնում դրանց տեղաբաշխման մասով, առաջիկայում ավելի կոնկրետ հստակեցում կունենանք պարոն Խաչատրյան, ինչի մասին լրացուցիչ կասեմ։ Շնորհակալություն, արձագանք ունեք, պարոն Խաչատրյան։ Պարոն Խուդատյան, պետական բյուջե, ամեն ինչն է պետական բյուջեից ֆինանսավորում, նույնիսկ վարկը գալիս է պետական բյուջե։ Իմ ասած միջոցները, ինչ ես թվարկեցի, դրանք առանց վարկերի ներգրավման։ Հասկացա, բայց եթե նայենք կապիտալ շինարարությունը, չէ, ինչքան էր տարեկան անցյալ 24 տարվա ընթացքում։ Ձեր մասով։ Պարոն Խուդատյան, արձագանք եք, պարոն Խաչատրյան, նոր կպատասխանի, էլի երկխոսություն չանենք։ Այսինքն ես ինչ եմ ասում, ներգրավված միջոցները վարկային, իրենք գալի մտել են բյուջե, գալիս է որպես բյուջետային աջակցության վարկ, բայց երբ փոխնախարարները, նաև ձեր փոխնախարարը, ֆինանսների փոխնախարարը գալիս է վարկի համար, մեր հանձնաժողովով գալիս է, որ վարկը համաձայնագիրը հաստատվի, համաձայնություն տրվի, ասում են, դա գնում է պետական ներողություն, կապիտալ շինարարության վրա, ճանապարհ, դպրոց, չգիտեմ, հիվանդանոց, կապիտալ շինարարություն։ Ուզեմ, եւ այդ գումարները համադրելի են պաշտպանության նախարարությունը հանենք։ Եվ ստեղ համար եմ ուզում ասեմ, որ նայում ենք, ստացվում է, որ մեր կապիտալ շինարարության առողջի բաժինը, շատ մեծ առողջի բաժինը,
պարտքով է կատարվում։ Պարոն Խաչատրյան, ես համակարծիք չեմ ձեր հետ եւ թվարկեցի այն ծրագրերը, որոնք վարկային միջոցներով են իրականացվել, օրինակ Վեդի ջրամբարաշինական աշխատանքը ասացի, որ ֆրանսիական զարգացման գործակալությունից ներգրաված վարկային միջոցներով են։ Թվարկեցի ուրեմն գերմանական KfW բանկի վարկային միջոցներով իրականացված ծրագրերը, բայց իմ թվարկած մյուս ծրագրերը, որոնց մասին ես ասացի, խոսքը մասնավորապես ուրեմն դոտացիաներն են, ճանապարհաշինական աշխատանքներն են հանած հյուսիս-հարավ, դրանք բոլորը իրականացվել են պայմանական ասած բյուջեի սեփական եկամուտների հաշվին առանց վարկային միջոցների ներգրավման։